կերպարանոց հարցերին չենք կարող մենք իրական պատասխանել։ Եվ տեսեք ասում են այս ամեն ինչը հետևանք է նաև նրան, որ երբ որ օրինակ Սարդարապատ մուտքը կաթողիկոսի արգելվեց եւ լուրջ դիմադրություն չեղավ, դրանից հետո այլ հարձակումներ եղան, Սուրբ Պատարագին չմասնակցեց Նիկոլ Փաշինյանը, այսինքն դեմարշ կար անընդհատ եկեղեցու դեմ, ընդ որում հենց 18 թվականից։ 18 թվականից հանդուրժվեց, երբեք չի հանդուրժվել։ Իսկ ինչ եկա, օրինակ Սարդարապատից հետո ինչ արեց հոգևոր դասը։ Ինչ է կարծում ինչ պիտի արի։ Եկեղեցին ինչ գործիքակազմը հայտարարություն արեց։ Չէ, գործիքակազմը եկեղեցու ինչ է որ պիտի աներ։ Հայտարարություն տարածական։ Միասնականություն եկեղեցին միշտ միասնական է եղել։ Այսօր ժողովրդի մեջ, բայց եկեք ընդունենք, որ շատ հոգևորականներ կան։ Մեկ վարքյան, եկեղեցին եւ կամ հոգևորականը երբ ժողովրդի կողքին չեղել։ Բառերը ասում եք, առանց մտածելու։ Բառեր չենք ասում։ Որևիցե մի բան ցույց տվեք, հավաքներին ցույց տվեք, որ հոգևորական չի եղել։ Սրբազան Մի պայքար ցույց տվեք, որտեղ հոգևորական Ինչ են արել հոգևորականները։ Ինչ են արել հավաքները։ ինչ որ դուք եք արել։ Այդ թվում սրբազան Ես լուսաբանել եմ։ Ովքեր մասնակցությամբ պահպանել են ամեն շատ բաներ հարցակումներից հոգևորականները պատնեշ են եղել, որ չի եղել։ Բայց կներեք, ինձ սպասում են։ Քաղաքական հետապնդումներից հետո կաթողիկոսը հրաժարական։ Բացառվում է նման բան, բացառվում է։ Բրտերից Այսինքն մինչև վերջ պայքարելու է, կաթողիկոսը չի հեռանա։